Անգամ կառավարության առաջ դուք խնկի վարման արարողություն իրականացրեցիք, այստեղ այսօր մահվան դեսպանի հետ եք եկել կառավարության առաջ։ Մահվան դեսպանի խորհուրդը ո՞րն է։ Տեսեք, ընդհանրապես անառակ որդու նման բոլորը հնարավորություն ունեն այնուամենայնիվ ի վերջո վերադառնալու բարոյականության ճանապարհ, եւ դրա համար անցած անգամ խնկարկում էինք, մտածելով, որ էկզորցիզմի նման իրենից չարը կարող է քշենք, բայց մենք հասկանում ենք, որ անհույս է։ Եվ այսօր արդեն եկել է դժոխքի դեսպանը ասելու, որ Նիկոլի վերջին ժամանակն է եւ արդեն շուտով ինքը հայտնվելու է դժոխքում։ Մենք ուզում ենք իրեն եւս մի անգամ հիշեցնենք, որ իր ամբողջ մեղքերը արդեն անցել են ընդհանրապես հնարավոր պատկերացների աստիճան։ Սրբադասված սրբերի նկարներ եք բերել այսօր կառավարության առաջ, խորհուրդը ո՞րն է։ Նրանք պետք է մաքրեն, նզովել։ Վիրավորելով հայ առաքելական եկեղեցին որպես հոգևոր ուսմունքի բուրգ եւ որպես Հայաստանի պահապան եւ հայ ազգի հիմնասյուն, ինքը այլևս արժանացել է նզովքի եւ մենք վստահ ենք, որ բոլոր հայ սրբերը նզովում են նրան։ Իսկ ինչպես եք վերաբերվում այն պնդմանը, որը իրականացվում է վարչապետի տիկնոջ կողմից, որ հոգևորականներին մեղադրում է մանկապղծության մեջ։ Առաջինը վարչապետը տիկին չունի, ինքը ունի կենակից, Հայաստանի առաջին կենակիցը նույն ձևով խախտում է քրեական օրենսգիրքը, ինչպես խախտում է շարունակաբար քրեական օրենսգիրքը ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ըստ այդմ երկուսն էլ պիտի ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Սա ակնհայտ է։ Ինչ վերաբերում է մնացածին, ապա գիտեք բոլորը, ովքեր հիմա երեխաներ ունեն, եւ բոլորը զգում են, թե ինչքան անապահով կյանքով են ապրում մեր երեխաները, հենց վտանգի առաջ անընդմեջ զգալու, թե ինչքան վտանգավոր է կյանքը, իրենք բոլորը հասկանում են, թե ովքեր են իրականում մանկապիղծները, նրանք, ովքեր մեր երեխաների մանկությունը դարձրել են այսքան վտանգավոր։ Իսկ ինչպես կմեկնաբանեք Փաշինյանի անդադար այն պնդումը, որ պետք է ստուգել, թե վեհափառ հայրապետը ինչպիսի կյանքի ձև է վարում։ Փաշինյանը ունեցել է ծանր մանկություն, ապրել է Խորդանոցում, մեծացել է Խորդանոցում, Խորդանոցից այն կողմ ոչ մի բան չգիտի, ցավոք սրտի, ըստ այդմ իր կրթության մակարդակով փորձում է անընդհատ հետաքրքրվել միայն նրանով, ինչով որ ինքը մշտապես հետաքրքրված է, այսինքն ներքնազգեստը փորփրելով, եւ ըստ այդմ հասկանալի է, որ ինքը այս ամբողջ ինչ որ անում է իրենը, բայց նաեւ ինքը վստահաբար կատարում է Ադրբեջանի կողմից բոլոր պարտադրանքները։ Սա արդեն ակնհայտ ինձ թվում է բոլորի։ Վեհափառին ուղղված մեկնաբանությունները, կասկածները եւս դրա մաս են։ Եկեղեցու հանդեպ հարձակումները, մեր ընդհանրապես հայ ազգի բոլոր հիմնարար գաղափարների, արժեքների վրա իր բոլոր հարձակումները ծառայում են Ադրբեջանին։